Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Երկկողմ և գլոբալ հետաքրքրության հարցերից բացի անդրադարձ է եղել Հարավային Կովկասին։ Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվան հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը, հիմնված 2020-22 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանը պատրաստ է աջակցել թե Բաքվին, թե Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման գործում։ Ընդգծել ենք, որ փոխվարչապետների մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խումբը ժամանակին մեծ աշխատանք է կատարել։ Կարծում ենք, որ այդ ձեռքբերումներն արդիական են նաև այսօր։ Անդրադարձանք նաև Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի վերածելու հավաքական արևմուտքի երկրների փորձերին։ Լավրովը նշել է, որ այս համատեքստում կարևորում են տարածաշրջանային համագործակցության 3 գումարած 3 հարթակի զգալի ներուժը, որը միավորում է Հարավային Կովկասի 3 երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին, և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։ Այս մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանային մարտահրավերների կարգավորմանը հենց տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների ուժերով, առանց արտաքին ապակառուցողական միջամտության։ Հուսով ենք, մոտ ապագայում մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կհամաձայնեցնեն նախարարների հաջորդ հանդիպումների ժամանակացույցը և կհասկանանք, թե որտեղ կանցկացվեն նիստերը՝ Բաքվում, թե Երևանում, իսկ դրան հաջորդող հանդիպումը կկայանա մյուս մայրաքաղաքում։ Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է գոհ է Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներից։ Լավրովի կարծիքով դրանք կնպաստեն երկկողմ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանը։ Ջեյհուն Բայրամովն էլ շեշտել է, կարելի է վստահությամբ ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է։ Նրա խոսքով տարածաշրջանում ձևավորվել են նոր իրողություն և անվտանգության համակարգ, հիմնված միջազգային իրավունքի գերակայության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայինորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղի ունեցած վերջին պատմական գործընթացները, այդ թվում խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, բացառիկ հնարավորություններ են ստեղծում մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար։ Վերջին խաղաղարար նախաձեռնությունները, այդ թվում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը զգալիորեն արագացրել են և կարևոր դրական ներդրում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում։ Համոզված ենք, որ մնացած խնդիրների կարգավորումն էլ անհրաժեշտ պայմաններ կստեղծի երկարաժամկետ կայուն և բարգավաճ տարածաշրջան ձևավորելու համար, որտեղ կգերակշռի փոխվստահությունը։ Նախարարներն անդրադարձել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին, որոնք վերջին շրջանում բավականին լարված էին։ Ընդգծվել է, որ 2024 թվականի դեկտեմբերին կործանված Ազալի ինքնաթիռի հետ կապված խնդիրները լուծվել են, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային, հումանիտար և կրթական ոլորտներում գործակցության լիարժեք վերականգնմանը։ Լավրովի խոսքով Մոսկվայում մի գիտություն են ընդունել Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնց համաձայն ռուս-ադրբեջանական հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են, իսկ խնդիրները մնացել են անցյալում։ Նախարարները քննարկել են շփումները առևտրատնտեսական, ներդրումների, ապրանքաշրջանառության, հաղորդակցությունների և այլ ոլորտներում։ Մեր երկրների հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ, մեր ժողովուրդների միջև առկա են ամուր և սերտ կապեր։ Ոչ վաղ անցյալում բախվել ենք երկկողմ հարաբերություններում դժվարությունների, սակայն մեզ հաջողվել է հաղթահարել այդ բարդ փուլը և ամբողջությամբ կարգավորել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Բայրամովն ընդգծել է ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, շեշտելով, որ դա նպաստում է ամբողջ տարածաշրջանի կապակցվածության ամրապնդմանը։ Նաև դիվանագետի խոսքով Ադրբեջանը և Ռուսաստանը շուտով կվերականգնեն ադրբեջանական ինքնաթիռի վթարից հետո կասեցված որոշ ուղիղ չվերթներ։ Դիանա Գասպարյան, լուրեր։